բան կլինի, չեմ կողմնորոշվում, որը վերցնեմ։ Ներեցեք, այո, տվեք դա էլ փորձ։ Ամենայն դեպս բոլորն էլ ձեզ սազում են։ Այո, շատ գեղեցիկ է, շատ։ Իհարկե բոլորն էլ կարող եմ վերցնել, ես այդ հնարավորությունները ունեմ։ Բայց գիտեք, չեմ ուզում էգոիստ լինել, ինչու չմտածել մեր ազգի մասին։ Ինչու ես օրվա մեջ փոխեմ մի քանի զգեստ, երբ կարող եմ այդ գումարը տրամադրել մի անապահով ընտանիքի։ Ինչ ասեմ, ճիշտ եք, ձեր իրավունքն է։ Բայց ոչինչ, Աստված մեծ է, կաշխատենք, լավ շորիկներ կհագնենք, մարդկանց էլ կօգնենք, մանավանդ, որ ձեզ մոտ շատ հարմար գներ են։ Ոյ, անգին աղջի դու քրքրվես, այս ինչ շոր ասազես, մարդ կա 1000 շորա հագնում, բայց մեկի մեջ մի կերպ երևում է, իսկ ես որը հագա փայլեցի, չէ։ Շատ գեղեցիկ է, ախնեք, շատ գեղեցիկ շոր է։ Հիմա ինչ եք անում, վերցնում եք։ Այո, բոլորն էլ վերցնում եմ, չեմ կարող չվերցնեմ։ Վերջերս այսպիսի վայրերում եմ գտնում հանգստությունս։ Սա էլ Աստծո տունն է, իսկ մարդ Աստծո տանը միշտ իր հանգիստը գտնում է։ Քիչ մնաց։ Շուտով հանդիպելու ենք ես ու իմ Աստված։ Լավ կլինի չմտածես այդ մասին։ Մոռանամ, հա, ինչ է ինձ սպասվում։ Հա, ես օրինակ երբեք չեմ մտածում իմ ու Աստծո հանդիպման մասին։ Բայց հնարավոր է, որ քեզնից ավելի կարճ կյանք ունենամ։ Հնարավոր է, չէ՞։ Ով գիտի ինքն ինչքան է ապրելու։ Շատ կուզեի հետևեի խորհրդիդ ու կյանքը վայելեի։ Հայի դեպ, մի շրջան այդպես արեցի։ Վայելեցի կյանքը առանց մտածելու։ Բայց քանի գնում իմ հիվանդությունը խորանում է, օր-օրի մաշվում եմ, ես ու դա ինձ թույլ չի տալիս արթնանալ կյանքի հանդեպ հույս ունենալով։ Իսկ երբ նայում ես որդուդ աչքերին, այդ ժամանակ ինչ ես զգում։ Այդ ժամանակ մենակ իրա մասին եմ մտածում։ Ու հենց իրա համար էլ քեզ հանդիպման եմ կանչել։ Վերջերս գլուխս խառն է, չեմ կարողանում հանդիպել Սոսին, բայց չեմ մոռացել նրան։ Հասկանում եմ, Լև։ Հասկանում եմ։ Շատ զբաղված մարդ ես։ Ու ոչ մի պահանջել չունեմ քո հանդեպ։ Բայց մի խնդրանք ունեմ քեզ։ Որդուս երկրից հանի։ Ինչի՞։ Դե չեմ ուզում, որ երեխես կողքս մնա ու ինձ հետ հավասար տանջվի։ Դա բացառված է, Սոսը քեզնից հեռու չի գնա։ Իսկ եթե մի բան հորինես, կարող ես, չէ՞։ Ինչ ուզում է հորինվի։ Սոսը այնտեղ չի, որ քեզ թողնի ես վիճակում ու գնա։ Այդ դեպքում մի աշխատանք գտիր իր համար, որ օրվա մեծ մասը տանը չլինի։ Ինչքան պիտի թաքցնես նրանից այս ճշմարտությունը։ Ինչքան որ հաջողվի։ Օր-օր իմ ցավերը շատանում են ու ես չեմ ուզում, որ երեխես տեսնի, ինչքան ինքը քիչ տանը լինի, այդքան երկար կկարողանամ խաղալ առողջ մարդու դերս։ Մեկ ուզում եմ հասկանալ, թե Աստված ինչով է առաջնորդվում մեր կյանքի սցենարը գրելիս։ Որ հանդիպեմ, անպայման կհարցնեմ։ Թող
Ուղեք ինձ։ Ադամ Գյուրգիչ, մենք ձեզ տեղյակ ենք պահել, որ Դիակն անճանաչելի է։ Բայց ոչ ես, պասկի ջան։ Մենք երևի Ադամ Գյուրգիչին պիտի բացատրություն տանք։ Չէ, պետք չէ, ես կխոսամ։ Մի րոպե, պապ։ Տեսար աղբորդ։ Տեսար աղբորիցդ ինչ էր մնացել։ Դու հիմա չես կարող ասես, որ մենք նոր ընդեղ խորենին տեսանք։ Ինչի՞, որովհետև դեմք չէր մնացել, որովհետև այլանդակվել էր, մարդկային տեսքը կորցրել էր։ Լսի, դու հիմա հուզված ես ու որը քեզ խստի վարկելվում է։ Չէ, ես ուզված չեմ։ Ինչքան ուզվեցի հերիքա, հիմա եկել է ժամանակը, որ պալաճաները թուզվի։ Ես քեզ պապ եմ։ Ես նրա հետ սրանից վատ եմ վարվելու, Վլադ։ Լսի, որ վրեժով ես լցվել, դա ոչ քեզ է օգնելու, ոչ էլ քո խորենին հետ է բերելու։ Դու ձենդ կտրի, Վլադ, մի խոսի։ Չեմ ուզում ձենդ լսել, որովհետև դու դադարել ես իմ տղեն լինելուց, որովհետև դու անցել ես իմ թշնամու կողմը։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ ամեն ինչ ավելի չվատանա։ Հասկացա, սրանից ված չէր կարող լինի։ Էս սենց լավ գրկել նստել ես, հա դու։ Դու ես ընտրեցիր խաղալիքներից փաստով։ Ամոթ, հազար ամոթ, դեպի վերջը չենք լացում։ Ուտում ենք, որ շուտ մեծանանք, լսում ես։ Դե բայց բիրանը, ոչ։ Չէ, բայց դու։ Լավ, չենք ուտում։ Վերջ, դե այդպես դու մնա։ Բողոքելու եմ, գիտես չէ, պապայիդ։ Չխփես։ Վայ, այնով որոշեց մեզ խանգարել։ Դե արի, տեսնենք ով ասանքով։ Երևի հենց պապատ այս է բողոքելու եմ, պապայիդ, հա, այ կրեցնես։ Քչին, արի տեսնենք ով։ Ալո։ Բարև Ադամը։ Ով է։ Վալերի Սերգեյիչն է։ Հայրդ իմ մասին պիտի որ պատմած լիներ։ Հա, վերջերս էլ կարծեմ հենց ձեզ մոտ էր չէ աշխատում։ Այո, լավ որ տեղը բերեցիր։ Լավ, լսում եմ ձեզ։ Ուզում եմ, որ հանդիպենք աղջիկ ջան։ Ինչի։ Դե հարցնում եմ, կարող ես իմ աշխատավայր գալ, հանդիպենք։ Բայց ես ինչի համար պիտի ձեզ հետ հանդիպեմ։ Այ կհանդիպենք, կհասկանաս։ Ոչ, ես չեմ կարող գալ։ Ինչի։ Չեմ ցանկանում, որովհետև։ Իսկ եթե ասեմ, որ հանդիպել եմ օրդ հետ ու լորում եմ իրանից քեզ հայտնելու։ Պապ պետք չի մտածել, որ խորենին դիակն ենք գտել։ Բա քո կարծիքով հետո էր։ Ես չգիտեմ, ինչու փորձակնություններից հետո պարզ կդառնա։ Դե ինք այն ասում, ինչ են ասում, ես շատ իմանամ։ Ոչ մի դեպքում ինձ նման բաներ պետք չեն։ Լսի, առանց ապացույցների չեն կարող այդ դիակը հանձնենք հողին։ Դու հիմա այս ամեն ինչը ասում ես ոչ թե նրա համար, որ ուզում ես չհավատալ, որ աղբերդ ողջ է։ Քեզ քո Ադանայի ու իր խոր կյանքն է հուզում։ Բայց իրենց կյանքին վտանգ չի սպառնում, կարծեմ։ Սպառնում է։ Դու տես ես դրանց կյանքը ինչ եմ վերացելու։ Դու շատ գեղեցիկ աղջիկ ես։ Իսկ մաման պապան ասում են, որ դու գեղեցիկ ես։ Այո։ Քանի տարեկան ես։ Իսկ անունը չէ։ Անահիտ։ Օխ, իմ գեղեցկուհի։ Լավ բալիճի ալի։ Դու անպայման կբուժվես, հավատայց։ Անպայման կբուժվես։ Okay։ Կբուժվես, իհարկե կբուժվես, բալես։ Հատաղես։
անպայման կբուժվես։ Անունդ ինչ է տղաջան։ Տիգրան մեծ։ Մեր ապագա զինվորը։ Շատ հաստատ է։ Կբուժվի չէ տղա, անպայման կբուժվի։ Բա ոնց, իհարկե։ Չկան ժամանակա պարկած է երեխան։ Ես պատրաստ եմ լուրջ գումարներ տրամադրել այստեղ պարկած բոլոր երեխաների բուժման համար։ Իհարկե, գումարի դեպքում երեխաների մի մասի բուժումը կարող ենք եւ այստեղ իրականացնել։ Բայց մի խումբ երեխաների բուժումն այստեղ իրականացնել չենք կարող։ Ինչու՞։ Եթե խնդիրը փողն է, նա այլևս խնդիր չի։ Հարցը փողը չի, այլ հնարավորությունները։ Մենք այստեղ համապատասխան բուժում իրականացնել չենք կարող։ Դե ուրեմն կուղարկենք արտերկիր։ Երեխաները մեր հարստությունն են։ Երեխաներին փրկելով մենք փրկում ենք մեր վաղվա օրը։ Ներողություն, որ ընդհատում եմ, բայց արտերկրում բուժումը թանկ հաճույք է։ Գումարն ինչա։ Մեր երեխեքի կյանքի դիմաց։ Մենք պիտի երջանիկ լինենք, որ կարող ենք փրկել մեր երեխեքին։ Ալաչ, քեզ բերդում եմ սպանել տալու։ Իսկ աղջկատ ազատության մեջ եմ խեղդամահանելու։ Հանգստացա՞ր ոչ։ Կանգնի Վլադ։ Ինչի համար։ Ասում եմ կանգնի, թե դժվար բան եմ ասում։ Ինչա լավ չես։ Չէ, շատ լավ եմ։ Այս շամփին, որ գալիս էին քեզ, ինչ ասեցի, հիշում ես։ Շատ բան ես ասել, հիմա ինչ ես ուզում լսես։ Ասեցի, որ իմ կյանքը ինձ համար մեկ է, չէ։ Հա։ Հիմա մեկ չի։ Հիմա ապրել եմ ուզում։ Լսի, դու իմ երախուն ես գրկել։ Գիտեմ։ Բայց ես երախուց դու ես հրաժարվել։ Ես իմ երախուն իր հորն եմ տվել, ոչ թե քեզ։ Մի րոպե, ուր ես մտնում։ Եթե չես ուզում մտնեմ, ուրեմն երախուս ինձ տուր։ Դու ես կգնամ քեզ մի քանի սիրուն խոսք ասելուց հետո։ Կներես, Կարմեն, բայց ես քո երախուն չեմ կարող տալ, էդի մտքիցը թանի։ Կտաս։ Թե չէ ձեռքիցս չես բրծնի։ Տուր երախուս, այդ թե շնոր։ Մի րոպե, հա, այս երախին քեզ համար իր չի։ Էս իմ երախեն է։ Հետաքրքիր է ինչ ես հիմա հիշել, որ դու երախա ունես։ Լսի, գլխից ճիշտ աղջիկ չխաղաս, է։ Սկզբից Վլադիս տարան, հիմա էլ երախուս ես ուզում տանել։ Մի րոպե, հա, Կարմեն։ Ես ճիշտ աղջիկ լինելու շատ հեռու եմ, բայց համենայն դեպս ոչ Վլադին եմ տարել, ոչ էլ առավել եւս այս երախուն։ Դու իրանց քո խելքից ես կորցրել։ Կորցրել եմ։ Հիմա էլ ուզում հետ վերադարձնել։ Մի րոպե։ Կարմեն, ինչ է։ Ալոքն եմ։ Դուրդ գալիս է, չէ, որ թավալ եմ տալիս ոտքերի տակ։ Կարմեն ջան, չէ, ես ես լավ չեմ զգում քո այս վատ վիճակից, արի օգնեմ, հա, խնդրում եմ։ Ված թող, ինձ քո օգնությունը պետք չի։ Իսկ ինչա վիճակս, հա? Ինչա վիճակս։ Կարմեն ջան, չի ես դոտաբոպի կուրա կոշիկները ցուրտ ախր, վեր կաց, կոշիկները թաքի։ Իսկ քեզ ինչ ուրա իմ կոշիկները, քեզ ինչ։ Տուր երախու, մի րոպե։ Տուր երախու։ Մի րոպե, հա, Կարմեն, սպասի։ Կարմեն, դու հիմա այն վիճակում ես, որ ես քեզ երեխա տամ կներես։ Դու փոշմանելու ես քո արածների համար։ Փոշմանելու ես։ Կարմեն ջան, այս երեխան քո Վլադի երեխան է։ Այս երեխուն Վլադն է բերել ինձ տվել, հասկացի։ Թող ուրեմն Վլադն էլ գա վերցնի ու եթե ինքը պիտի որոշի, որ քեզ պիտի տա, ուրեմն թող տա, լավ։ Հիմա չես տալիս երախուս, հա? Չես տալիս երախուս։ Սա իմ երեխան է։ Արմեն ջան, էլի քո երեխան է, ես բան չունեմ ասելու, բայց թող Վլադը որոշի, դա իր իրավունքն է, հասկացի, ես իրավունք չունեմ որոշելու, Կարմեն, ու հետո դու հիմա այն վիճակում չես, որ ես քեզ երեխա տամ, Կարմեն։ Ես չեմ սպասի, որ Վլադը գա։ Ես հիմա կգնամ ու ոստիկանների հետ կգամ, հա։ Ու դու փորձի իմ երախուն չտաս։ Կարմեն, բանը կոշիկ հաքի, ախր ինչ ես սենց, այս
միշտին։ Լսի, ինձ սենց հարմար ա եղավ։ Կարմենից կարող է գաս, նստես, թեր խմես, հանգստանաս, նոր գնաս։ Հա, բանց։ Դու թեյը դիր, ես գնում եմ միլիցիա ձյաձաներին վերջնեմ ու կամ դու դիր թեյը։ Կարմեն։ Տեր Աստված։ Կարողա փոխես դեմքի արտահայտությունը։ Ես սխալ եմ վարվել։ Ոնց։ Դե չպիտի թողնեի գայի, երբ տանը այդ վիճակն էր։ Քո տեղը հիմա ստեղ է իմ կողքին։ Այս արդեն քո տունն է։ Մենք ստեղ պետք է ապրենք։ Հա, բայց Ասում ես տանը վատ վիճակ էր, չէ։ շատ։ Եթե Կարմենին տեսնեիր, կհասկանայիր ինչ եմ ասում։ Բացանողները դուր էին։ Մարդիկ գնացել են իրանց գործերով ու լավ էլ արել են։ Իրանք իրանց կյանքով են ապրում ու թքած ունեն, թե ոնց կդասավորվի իրանց երեխեքի կյանքը։ Տենց մի խոսա։ Դու էլ հիմա դրե դարդ ես անում, թե ինչի թողեցիր քրոջդ այդ վիճակում ու եկար։ Ես չէի գա, եթե ինքը չթողներ տնից չգնար։ Լսի, դու ոչ մի բանով չես կարա քրոջդ օգնես։ Ու ժամանակն ապրես քո կյանքով, քո համար։ Էգոիստի նման։ Եթե մի քիչ կոնե էգոիստ չլնես, քո կյանքը հաստատ չի դասավորվի։ Ու իրանք միշտ կխանգարեն, ու մեր երջանկությունը կիսատ կմնա։ Համաձայն եմ։ Ճիշտ ես ինչ որտեղ։ Լավ է, որ չես նեղացել ինձնից։ Դե դու միշտ այնքան ուշադիր ես եղել մեր հանդեպ, որ այդ քո բացակայությունից հաստատ չէի կարող մտածել, որ մոռացել ես մեզ։ Դու ճիշտ տղա ես։ Ապրես։ Ես քեզ հենց դրա համար էլ հարգեցի ու ընդունեցի։ Մեր հանդիպման առաջին իսկ օրից։ Լավ, ես ուզում էի գայի քեզ տեսնեի, ուղղակի ուզում էի իմանալ ոնց ես, բայց մի քիչ ամաչում էի։ Չհասկացա։ Չէի ամաչում։ Ինչ կար ամաչելու։ Սրանից հետո հենց հարցը առաջանում քեզ մոտ միանգամից դիմում ես ինձ ու առանց ամաչելու։ Եղավ։ Լավ։ Դե ասա տեսնեմ ոնց ես։ Լավ եմ։ Ինձ ինչ ա եղել։ Դու քո կյանքում ծանր շրջան ունեցար։ Մորդ հիվանդությունը մենակ իրեն չէր, որ տանջեց։ Դու էլ հավասարաչափ տանջվեցիր։ Դե հա, ով իմանա, որ իրա մերը իր աչքի առջև մահանում է ու չտանջվի։ Բայց հիմա մերդ լավ է։ Հա, դու պիտի լիցքաթափվես, թեթևանաս, մի խոսքով հանգստանաս։ Բայց ես հանգիստ եմ։ Չէ, դու հանգիստ կլինես, երբ ասենք մեկնես մի ուրիշ երկիր ու օրինակ ուր կուզեիր։ Որ երկիրը։ Մամայի հետ։ Չէ, ինչի մամայի հետ, մենակ։ Չէ, ես մենակ ուրիշ երկիր գնացող չեմ։ Ինչի։ Դե ու մորս ուր թողեմ գնամ։ Երկար ժամանակով չէ, այ տղա ջան, մի քանի օրով ընդամենը։ Հետո ես համոզված եմ, որ դա նաև մորդ սրտով կլինի։ Չէ, ես ուրիշ երկիր գնացող չեմ։ Հա, բայց ինչ կա դրա մեջ, չեմ հասկանում, ինչի չես ուզում ուրիշ երկիր տեսնել։ Ես հիմա այն վիճակում չեմ, որ գնամ ուրիշ երկիր տեսնելու։ Ինչի քեզ ինչ է եղել։ Մերս հիվանդ է։ Մերդ արդեն առողջացել է, ասեցինք։ Դե ինչքան էլ որ առողջացել է, ես հիմա պիտի իրա կողքը լինեմ։ Համել սրա նրա հաշվին ապրելով մի հատ էլ մնում է գնամ ուրիշ երկիր հանգստանամ։ Չեղավ։ Ինչ է նշանակում սրա նրա։ Հորդ ու հորեղբորդ հաշվին։ Կարծում եմ դա մտնում է նրանց պարտականությունների մեջ։ Ես դες չեմ մտածում։ Լավ։ Ուզում ես քեզ լավ զգաս։ Սրա նրա միջոցներով չապրես ոնց որ դու ես ասում, չէ՞։
Շատ եմ ուզում։ Ուրեմն պիտի աշխատես։ Ես քեզ կտեղավորեմ մի հարմար աշխատանքի ու դու կաշխատես։ Դուք հիմա միասին եք, հեռու ինձնից, հեռու ու երջանիկ, իսկ ես ձեզ միայն դժբախտացրի։ Գնանք։ Մի խանգար ինձ Վլադ։ Լավ ոնց ասես։ Ես քեզ համար այդպես էլ ոչ մի բան չարեցի խորեն, չթողեցիր որպես հեր քեզ մի օգուտ տայի, բայց հիմա դու չկաս ու ձեռքս չես բռնի, ես քեզ համար վրեժ կլուծեմ։ Ինչ ես այդքան մտածում։ Վլադ ինձ մենակ թող։ Հույս չունենաս։ Իսկ եթե պահանջեմ։ Պահանջի դեպքում էլ չեմ գնա։ Գնա ասում եմ, ես ուզում եմ մենակ մնալ, մենակ։ Ում ես սպասում, Վլադ գնա ասում եմ։ Բայց ես քեզ չեմ խանգարում։ Եթե չխանգարեիր չէի ասի։ Հեռացի խնդրում եմ։ Գեցես անգինս, դու իսկական քաղաքական գործչի կին լինելու համար ես ծնվել։ Իսկ ես կասեի, որ իսկական սրիկա լինելու համար եմ ծնվել։ Դա չի։ Ալիք, ես ինձ շատ ված զգացի, ամոթով մնացի։ Ամոթովտում առաջ։ Այդ ինչի համար։ Մենք խաղում ենք, բայց մենք դրա իրավունքը չունենք։ Այս շենքի ներսում բազում հիվանդ երեխեք կան պարկած, որոնց կյանքի հարցն է դրված։ Իսկ մենք ինչ ենք անում, նրանց հաշվին մեր գործն ենք առաջ տանում։ Լսի տիկինս, մենք նրանց ենք անում, որ համ իրանք շահով դուրս գան, համ էլ մենք։ Ստեղ երկու ամանի շահն է խոսում, ծավդ տանեմ։ Գիտես ինչ, դու վազի կոշայի հետևից, ես քեզ հետ չեմ կարող գալ ու տրորել մարդկանց։ Ծավդ տանեմ, դու ինչի ես ուզվում, ասուս դու հոյակապ խաղացիր քո դերը, այսինքն որ գնա, ես միջև նախագահի հաթորել կհասնեմ։ Բայց առանց ինձ։ Հա, ինչի։ Իմ անգինը չի ուզում նախագահի կին լինել։ Էս գնով ոչ։ Լսի, այդ քեզ ինչի է թվում, որ ես իմ խոստումների վրայից անցնելու եմ։ Ասել եմ օգնելու եմ այդ երեխեքին, բոլորին հատ-հատ օգնելու եմ։ Ամեն դեպքում ես ինձ լավ չեմ զգում։ Ինձ թվում է մենք մարդկանց օգտագործում ենք։ Այդ երբ այս ես դու այսքան նրբանկատ դարձել անգինս։ Ես կարող եմ քիթս ցցած մանեմ եկել ամբողջ կյանքս, բայց միշտ իմ սկզբունքներն եմ ունեցել, որոնց վրայով երբեք չեմ անցել ու չեմ անցնի ոչ մի դեպքում ալիք։ Այո, շատ ծանր է այդ հիվանդ երեխեքին տեսնել, անհույս, իրանք փրկություն փնտրող հայացքով են նայում քո աչքերի մեջ, դա շատ դժվար է ալիք։ Ես ինչ փափուկ սիրտում ես անգինս։ Ալիք, ինձ համար շատ ծանր էր այս ամենը։ Անցավ անգինս, անցավ ազիզ ջան, անցավ։ Աստված իմ խնդրում եմ, օգնին ինձ գնալ մինչև վերջ ու չբռնվել։ Ես խոսք եմ տվել, որ պիտի վրեժ լուծեմ, ու խնդրում եմ քեզ, չմեղադրես ինձ իմ նպատակի համար։ Ես վախենում եմ, կյանքում առաջին անգամ վախենում եմ, չեմ ուզում թակարդ ընկած լինել, հետ իմ համար խայտառակություն կլինի։ Աստված ջան, խնդրում եմ քեզ նենց արա չսխալվեմ, նենց արա, որ հանկարծ ես ինձ խաբած չլինի։ Եթե բռնացրեց, որ խաբում եմ իրան, կսպանի ինձ, ոնց որ այսօր էր ուզում դա անել։ Հետո որ հանկարծ սպանեմ, կմեղադրես։ Կասես Արամիկ, քեզ ինչի սենց վատ պահեցիր։ Դու էիր այդ կյանքը տվել, որ խլեցիր։ Խնդրում եմ նենց առաջ սխալվեմ։ Գնանք։
Թե աղոթքդ վերջացրեցիր, կարամ գնամ։ Սանատորիայում չես, որ հանգստի մասին ես մտածում։ Դու փորձից տեղից դուրս գալ։ Ու եթե ուզում ես, ես քեզ կօգնեմ։ Սպանել ես դու Խորենին։ Ասա։ Երբ մենակ ես մնում պետք է ուղեղդ անջատես։ Պետք է անջատես, որ շատ հարցեր չտաս քեզ, որ չցնդես։ Oh, this you crazy mother. Չպարենք։ Դե եթե հրավիրում ես։ Այսօր մեր ամուսնության առաջին օրն է։ Ու ուզում եմ, որ շատ ուրախ շարունակվի այս օրը։ Համել է դեմքիդ մռաշնի, արտահայտությունը նա թանի։ Կարմենը մտքիցս դուրս չի գալիս։ Այսը կպարենք ու ինքնաբերաբար դուրս կգա։ Ես քեզ ասեցի, որ ինձ վատ եմ զգում։ Պարտադիր էր ինձ այստեղ բերելը։ Այո։ Այսօրվա համար սա էլ էր նախատեսված։ Իսկ դու գիտես, որ ես կիսատ գործեր չեմ սիրում։ Բայց իմ վիճակը չես տեսնում, չես հավատում, որ վատ եմ։ Արտակինը թրաշել է աջանս։ Իսկ թե ներսդ ինչա կատարում, ոչ ոք չի տեսնում։ Հա, որ չեն նկատում, կարանք և մեռնենք։ Չես սիրում ջան, ինչ մեռնել։ Դե դու որ մեռար, ես հետևից հետ հաստատ է կողը։ Առանց ձևերի, հա։ Մենք իրար մեջ կարանք առանց ձևերի լինենք, բայց մաստեղ պետք է որ ձևերով լինենք։ Դե մի հատ ժպտա։ Լավ ալիք, ես այստեղ էլ կխաղամ, բայց եթե իմանամ, որ կարճատևելու։ Ենքան կարճ կտեի, չես էլ հասցնի ու շիգել կվերջանը։ Հիմա ինչ պիտի անեմ։ Սիրում խաղ ցուցաբերես։ Լավ, որտեղից եմ սկսում։ Դեն ծավերով էլի պասերով։ Պատրաստ եք Ալեքս Սետրակիչ։ Իհարկե։ Դե դուք ասեք մենք ինչ անենք, ինչ դիրք ընդունենք, մենք կընդունենք։ Ասենք ինչպիսին որ կաք, սիրող ամուսիններ։ Այսինքն այն ամենը ինչ որ մենք անում ենք ամեն օր։ Ուրեմն գնացինք։ Ուրեմն գնացինք։
Ալո, Ասի զանգ եմ տնան ոնց ես։ խառը Ժան, շատ խառը։ Ինչի։ Մենակ չես ես որ այդ խոսակցությունը եկել։ Ինչի համար։ Ծնունդես մեծ շուկով նշելու համար։ Ասում եմ կարող եմ արդես վլադի դուրը եկած չլինի։ Չէ, ինչի պիտի խոսար։ Այդ առումով կարաս հանգիստ լինես։ Իսկ որ առումով անհանգիստ լինեմ։ Դու աչքիս լավ չես։ Վատ հյուր ունեի։ Ու ես էլ ինձ իր հետ շատ վատ պահեցի։ Մի խոսքով ինձ հիմա ահավոր մեղավոր եմ զգում։ Ով էր որ։ Կարմենը եկել էր երախուն տաներ։ Դա ես էլ չտվեցի, հələ մի հատ էլ ինձ չվերաբերող բաներ ասեցի։ Այ, դու ես ինչ խառն ես։ Ես ինչ պատմությունների մեջ ես ընկել։ Սուս Ժան, իսկապես որ ահավոր պատմությունների մեջ եմ։ Ինչ անեմ, ինչով օգնեմ քեզ։ Ոչ մի բանով Ժան, ինչ կարաս ինչ անես։ Լավ ես քեզ զգում։ Ինչ վատ կլներ որ միշտ ձեռքս ցույց դրածնեիր։ Քո ուսերին այնքան ձեռքեր են դրվել ու դեռ դրվելու են, որ իմ ձեռքերի համար տեղ չեր գտնվի։ Որ ուզենաս կգտնվի։ Ձեր կնոջ պնդմամբ դուք լավ ամուսին ու լավ հայր եք ձեր ընտանիքի համար։ Փորձում եմ արդարացնել թե երեխաներիս եւ թե կնոջս հույսերը, բայց որքանով է դա հաջողվում չգիտեմ։ Ձեր կինն ասեց, որ դուք դեպի կատարելության եք ձգտում։ Շատ ճիշտ բառ գտաք, կատարելություն։ Այս կյանքում ես ամեն ինչում ձգտում եմ կատարելության հասնել։ Քաղաքական դաշտում եւս փորձելու եք կատարելության հասնել։ Միանշանակ։ Բայց արդյոք դժվար չի լինի։ Դժվարությունները հաղթահարելու համար են։ Քո տեղը մեծ բեմներ ալիք, սխալող ես ընտրել։ Ես պատրաստվում եմ քաղաքականության մեջ գլոբալ փոփոխություններ իրականացնել, պայքարի մեջ մտնել կոռուպցիայի եւ անարդարության դեմ եւ նման հիվանդագին երևույթների դեմ։ Իսկ ինքը ոչ մի խոսք անկատար չի թողնում։ Շնորհակալ եմ թանկագինս։ Եվ այսպես, ինչ ակնկալիքներ ունենանք, եթե դուք հաղթեք սպասվելիք ընտրություններում։ Որ հայ ազգը ապրելու է բարեկեցիկ եւ արժանավայել կյանքով։ Այո։ Քեզ լինի փողը տարի։ Հա։ Ինչի քիչ է թե դու ես դժգոհ։ Շատ է, քիչ չի։ Ուղղակի քեզ մի բան կառնես, վրդ վիճակ չկա, առ։ Լսի, կարող ես գիտես ես էլ եմ քո նման բոմժ։ Լսի, բոմժնովա։ Դու ես։
Արփողերդ գնաց տեղից, քանի ված չեղե քո համար։ Նստի, հա, նստի։ Դու ես էլ ինձ նստացնում։ Նստի, որ կողքդ էլ ես նստեմ։ Արի։ Նորմալ ես դու։ Հա, արի, նստի։ Կողքնա։ Երկելու ես։ Հա, նստի, կողքնա։ Եկար որ գործից խփես, հա։ Լսի, ինձ փող պետք չի։ Փող պետք չի, վերկաս գնա դե։ Խանգարում եմ քեզ։ Թող նստեմ հանգստանամ մի քիչ։ Իրար ջան ասենք, ջան լսենք։ Ջան։ Գիժես դու։ Կարող այև գիժեմ։ Ինչ իմանաս։ Դու որ մի րոպեում զգացիր, որ Ուրեմն տենց էլ կա։ Չէ, գիժես դու։ Հել գնա։ Ոնց որ քեզ էլ պետք չեմ, հա։ Նեղն ես, հա, ոնց որ։ Հա։ Դե որ հա նստի, ինչ ասեմ։ Ես էլ մի բան կնվագեմ։ Չէիր սպասում։ Չէ, ճիշտն ասած։ Ես եկել եմ Թորանս հետևից։ Իսկ Վլադը գիտի։ Իսկ Վլադը ով է։ Ես եկել եմ Թորանս հետևից ու ոնց որ երկարացում ես Ադարը։ Բայց ես երեխուն լավ եմ պահում։ Ինձ համար դժվարություն չի երեխուն պահելը։ Բայց այս երեխան ստեղ չպետք է լինի։ Ու չասես նորից, թե Վլադն է երեխուն տվել քեզ։ Վլադը տվել է, ես էլ հետ եմ վերցնում։ Դու ես երեխու համար ոչ մի բան ես, հետևաբար ես իմ Թորանը պիտի տանեմ։ Ու ընդհանրապես Ադան է, աշխատի հեռու մնալ մեզնից։